Իրազեկ քաղաքացիների միավորում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ եւ ուղղակի ժողովրդավարություն ՀԿ-ները հայցեր են ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Իմ քայլը հիմնադրամի եւ Աննա Հակոբյանի։ Կազմակերպությունները պահանջում են հիմնադրամին ենթարկել վարչական պատասխանատվության նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու շուրջ 15 դեպքերի առնչությամբ։ Իրավական պահանջը հիմնված է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.16-րդ հոդվածի վրա, որն արգելում է նախընտրական փուլում բարեգործական գործունեությունը։ Դանիել Լեոնիսյանի փոխանցմամբ այս գործընթացի շրջանակում նախատեսվում է ընդհանուր առմամբ 14-15 հայցադիմում ներկայացնել դատարան։ Թուրքիայի հարավային Դենիզլի նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհերի թիվը հասել է 8-ի։ Վերջին տվյալներով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել եւս 33 մարդ։ Զոհվածների թվում է 9 ամսական երեխա եւ Ղրղըզստանի մի քաղաքացի։ Իզմիրից Անտալիա ուղևորվող ավտոբուսը բախվել է ճանապարհային արգելապատնեշին։ Բախումից հետո մեքենան անմիջապես բռնկվել է, սակայն հրդեհի հստակ պատճառները դեռևս պարզված չեն։ ԱՄՆ Վիրջինիայի նահանգի դաշնային դատարանը ժամանակավորապես կասեցրել է Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնած հակաիրավական հետապնդումների հիմնադրամի ստեղծումը։ Դատավորն արգելել է շուրջ 1.8 միլիարդ դոլարի բաշխումը, քանի դեռ դատարանը չի քննել հայցվորների ներկայացրած իրավական հիմնավորումները։ Այս աղմկահարույց ֆոնդը ձևավորվել է Արդարադատության նախարարության եւ Թրամփի միջև կայացած գործարքի արդյունքում, նպատակ ունենալով փոխհատուցել քաղաքական հետապնդումների ենթադրյալ զոհերին։ Անկախ կազմակերպությունը դատական հայցով վիճարկում է հիմնադրամի օրինականություն այն որակելով որպես պետական միջոցների հաշվին գործող կասկածելի պարգևատրումների ծրագիր։ Նախաձեռնությունը խիստ քննադատության է արժանացել նաև հանրապետականների շրջանում, քանի որ փոխհատուցման հավակնորդների թվում կարող են լինել Կապիտոլիումի գրոհի մասնակիցները։ Միացյալ Նահանգների հանրապետական կուսակցության մոտ կանգնած շրջանակներում քննարկվում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մակում բարձր պաշտոն ստանալու հավանականությունը։ Այս նախագծի հիմնական նպատակը ոչ թե աշխատանքն է, այլ միջազգային դիվանագիտական լիարժեք անձեռնամխելիություն ձեռք բերելը։ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կարգավիճակը տեսականորեն թույլ է տալիս խուսափել հնարավոր դատական հետապնդումներից կամ իրավական սահմանափակումներից։ Քաղաքական գործընթացին կարող են աջակցել Արգենտինայի նախագահը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հավանական թեկնածու Ռաֆայել Գրոսին։ Չնայած տարբեր վերլուծական հարթակների հրապարակումների, այս սցենարը դեռևս մնում է չստուգված եւ զուտ տնտեսական ենթադրությունների մակարդակում։ Վիկտոր Օրբանն արդեն հերքել է նման մտադրությունները, պնդելով, որ իր գործունեությունը միշտ համապատասխանում է օրենքի տառին։ Դոնալդ Թրամփը լրացուցիչ պահանջներ է ներկայացրել Իրանի հետ ձեռք բերված նախնական համաձայնության մեջ փոփոխություններ անելու համար։ Սպիտակ տան ղեկավարը ձգտում է խստացնել հատկապես միջուկային նյութերի օգտահանմանն ու Հորմուզի նեղուցի նավարկությանն առնչվող ձևակերպումները։ Վարչակազմի բանագնացներն այժմ սպասում են Թեհրանի արձագանքին, ինչը կարող է տևել մի քանի օրից մինչև մեկ շաբաթ։ Արկաուշագիրն այժմ ունի հայտարարողական բնույթ եւ Իրանի համար որևէ հստակ կամ գործնական զիջում չի սահմանում։ Փաստաթղթով նախատեսվում է 60-օրյա ժամկետ, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեն ուրանի առստացման սահմանափակման եւ պատժամիջոցների մեղմացման հարցերը։ Թրամփը հայտարարել է, որ չի շտապում եւ ակնկալում է բացառապես Ամերիկայի շահերից բխող վերջնական պայմաններ։ Դիվանագիտական ձախողման դեպքում Վաշինգտոնը սպառնում է հարցը լուծել ռազմական ճանապարհով, ինչը մեծացնում է գործարքի կայացման շուրջ անորոշությունը։ Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը եւ Ավստրալիան մտադիր են մինչեւ հաջորդ տարի ստեղծել նոր սերնդի ստորջրյա անօդաչու սարքեր։ Այս հավակնոտ ծրագրի մասին հայտնի է դարձել Սինգապուրի պաշտպանական գագաթնաժողովում նախարարների ընդունած համատեղ հայտարարությունից։ Ռազմական ստորաբաժանումների պնդմամբ տեխնիկան նախատեսված է ստորջրյա մալուխների պաշտպանության եւ հետախուզական նպատակներով։ Սարքերը կարող են կիրառվել նաեւ թիրախներին հարվածներ հասցնելու համար, ինչը վկայում է տարածաշրջանում ռազմականացման նոր միտումների մասին։ Միայն Լոնդոնը մտադիր է 150 միլիոն ֆունտ ստերլինգ հատկացնել այս նախաձեռնությանը, սակայն ծրագրի ընդհանուր արժեքը դեռևս գաղտնի է պահվում։ Գերմանիայի 203-րդ տանկային եւ 122-րդ մոտորաձգային գումարտակները ժամանել են Լիտվա, մասնակցելու ազատության վահան զորավարժություններին։ Զորախաղերի համար Պաբրադեի զորավարժարան են տեղափոխվել նաեւ Լեոպարդ տանկեր եւ Պումա հետևակի մարտական մեքենաներ։ Մայիսին եւ հունիսին անցկացվող այս վարժանքներին կներգրավեն ՆԱՏՕ-ի 8 երկիր, շուրջ 2900 զինծառայող եւ 800 միավոր տեխնիկա։
Բունդեսվերի ստորաբաժանումները կմարզվեն իրական մարտի մոտ պայմաններում, կիրառելով անօդաչու սարքեր, հրետանի եւ ծանր զրահատեխնիկա։ Այս քայլով Բերլինը փորձում է արագացնել Լիտվայում 45-րդ զրահատանկային բրիգադի ձևավորումը Ռուսաստանի հետ լարվածության աճի պատրվակով։ Սակայն զորամիավորումը լիովին մարտունակ կդառնա միայն 2027 թվականին, իսկ ներկայիս 1800 զինծառայողը դեռևս հեռու է նախատեսված 5000-անոց հաստիկակազմից։ Եգիպտոսը ձեռնարկել է հրատապ դիվանագիտական քայլեր փրկելու Գազայի հատվածում հաստատված եւ փլուզման եզրին հայտնված զինադադարը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրահանգել է զգալիորեն ընդլայնել վերահսկողության գոտին Պաղեստինյան անկլավում, խախտելով 2025 թվականի հոկտեմբերին ստորագրված խաղաղության համաձայնագիրը։ Կահիրեն այս գործողությունները եւ Համասի ռազմական առաջնորդների սպանությունները պայմանավորում է Նեթանյահուի նախընտրական հաշվարկներով եւ Լիբանանում Իսրայելի կրած դժվարություններով։ Իրավիճակն առավել է սրվել Իսրայելի պաշտպանության նախարարի պաղեստինցիների կամավոր տեղահանման ծրագիրը վերսկսելու մասին սկանդալային հայտարարությունից հետո։ Պաշտոնական զինադադարի պայմաններում Իսրայելի վերջին հարձակումներն արդեն հարյուրավոր զոհերի պատճառ են դարձել, կասկածի տակ դնելով դիվանագիտական ջանքերի իրական արդյունավետությունը։ Պարիս Սեն-Ժերմենի հաղթանակը Չեմպիոնների լիգայի եզրափակչում Արսենալի նկատմամբ վերածվել է զանգվածային անկարգությունների Փարիզում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում։ Ելիսեյան դաշտերում եւ Պարկ դե Պրենս մարզադաշտի մերձակայքում երկրպագուների բազմությունը վնասել է քաղաքային գույքն ու հրկիզել տասնյակ ավտոմեքենաներ։ Ոստիկանությունն ագրեսիվ ամբոխին ցրելու նպատակով կիրառել է արցունքաբեր գազ, փորձելով վերահսկել իրավիճակը մայրաքաղաքի կենտրոնում։ Չնայած ողջ երկրում մոբիլիզացված 22000 իրավապահների ներկայությանը իշխանություններին չի հաջողվել կանխել բռնության այս նոր ալիքը։ Վերջին տվյալներով ողջ Ֆրանսիայում ձերբակալվել է ավելի քան 400 մարդ, իսկ բախումների ընթացքում վնասվածքներ է ստացել առնվազն 8 ոստիկան։ Անվտանգության նկատառումներով Փարիզում ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտի աշխատանքը եւ փակվել են մետրոյի բազմաթիվ կայարաններ։